Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ մեր հերթական ոդկասթին։ Մենք այսօր կանրադառնանք ներքաղաքական կրկին առավել կարևոր, այսպես ասենք, զարգացումներին, եթե կարելի է այդպես բնորոշել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, նոր իմպիչմենտի նախաձեռնությունը, թեկնածուները, Լավրովի այցը Հայաստան եւ կխոսենք նաեւ Ալիև Փաշինյան կարճատև հանդիպման մասին։ Սկսենք երևի Քոչարյանի ամենաթարմ ասուլիսից, Հարության ինչ տպավորություններ ստացար։ Առհասարակ ասուլիսը նախ ողջունում եմ մեր լսարանին, հենց սկզբից պետքա դիմենք մեր հայրենակիցներին, որ հաղորդումը նայելուց եւ ավարտելուց հետո եթե նրանց դուր կգա լայքեն եւ կիսվեն, որպեսզի շատ տարածվի, բազմաթիվ տարբեր տեսակի եւ ռանգի ականջների դա հասնի։ Ինչ կարծիք ունեմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասով, դե Լիլիթ ջան, ես այդ հարցազրույցները առհասարակ շատ մեծ զզվանքով եմ նայում, ուստի չեմ հասցրել ամբողջությամբ դիտել կտորներ, թևավոր խոսքեր, ֆրազաներ Քոչարյանի կողմից արտահայտված ինձ մոտ տպավորություն էր, նախ այդ տպավորությունը վաղուց կար, բայց գնալով ավելի է հաստատվում, լավ, մեր ժողովուրդը այսինչ կարգի խորը քնի եւ թմբիրի մեջ ա եղել, որ այսքան տարի հանդուրժել է Ռոբերտ Քոչարյան քաղաքական մանկամիտին, մի կողմ թողնենք եւ դրան էլ իրականում կանրադառնանք, ինչի մի կողմ թողնենք, որ թալանչի է բազմաթիվ քաղաքական սպանությունների հետ մամուլը եւ հանրությունը նրան կապում է, դա մի կողմ ոնց ենք մենք հանդուրժել այս քաղաքական մանկամիտին, ով տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է զավթը, ինչու, որովհետեւ դարակազմիկ հայտարարություններ է անում, մեկը մեկից խայտառակ, մեկը մեկից վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար, առհասարակ ես մարդուն լուրջ եմ վերաբերվում, ես օրինակ սկսել եմ այլևս լուրջ երանգի ներքո չնայել Քոչարյանին, նախ որովհետև ինքը եւ իր խմբակը այլ լոզունգներով էր եկել խորհրդարան, պատերազմի արդյունքում զոհերի էմոցիաների, զոհերի հարազատների էմոցիաների, հույզերի գողացման արդյունքում եկել էր ու զավթել է ազգային ժողովի դիմադիր հատվածը եւ իշխանություններից ազատվելու ինչ որ ծրագրի մասին էր խոսում, շարժումներ էր ձևավորում, մեջը տերտեր էր ներգրավում, էլ ինչ ասես տեսանք։ Հիմա կարծես թե էլի հայտ է ներկայացնում 2026 թվականին մասնակցելու համար։ Ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը այնքան առողջացած եւ առողջ մթնոլորտում չի, որ սրան դիմագրավի, սրան հակազդի, առայժմ բազմաթիվ ուժեր խորը քնի մեջ են եւս սա պիտի արձանագրենք հանուն արդարության եւ ստիպված մեր հայրենակիցները ստիպված են գրեթե բոլոր հարթակներով լսել Ռոբերտ Քոչարյանի մասին։ Օրինակ մի դեպքում Քոչարյանն այսօր պարծենում էր, որ Լևոն Քոչարյանը մի ելույթով 30 ԿՊ-ականի խոսեցրեց, բայց իրականում Լևոն Քոչարյանը լկտի խուլիգանական վարքագիծ դրսևորեց ազգային ժողովում, հայոյանքներ սեռական բնույթի տեղալով, ինչին ի պատասխան 30 ԿՊ-ականներ կանգնեցին եւ հայոյեցին իրեն։ Սրա ձեռքբերումը որն է, այդ որ մշակույթով եւ չգիտեմ իրենց դեպքում ենթամշակույթով անկալելի եւ ընդունելի ու ձեռքբերում, չգիտեմ, Քոչարյանը դա ձեռքբերում է իբրև առաջ քաշում, ըստ երևույթին հիմքում դնելով, որ սև PR-ն էլ է, PR էս սկզբունքը։ Ունենք այնինչ ունենք, վարձ ու գրչակներ, լրատվամիջոցներ դաշտում, որ փողով կեղտոտ ֆինանսի գործադրմամբ, ստվերում գործող ֆինանսական հոսքերով եւ շրջանառությամբ գրում են այնինչ օրվա իրենց բդեշխիկները եւ բդեշխները պահանջում են ու թելադրում են, իրականում պատմությունն էլ է մեր այդպեսին եղել։ Տեղական բդեշխները, ամեն մի բդեշխ, երբ որ կարդում ենք պատմությունը, մի հատ պատմիչ է, չէ, ունեցել տեղական դպիր եւ սեփական գրչակ է ունեցել, միշտ թելադրել է, այդ էլ գրվել է։ Սուտ ճիշտ չգիտեմ, դա էլ արդեն պատմաբանների խորանալու հարցն է։ Նույնը էս դեպքում Հիմա նորարարական տեխնոլոգիաները եւ
համացանցը օգտագործելով այդ վարձու գրչակները օրակարգ են թելադրում, ուզենք թե չուզենք։ Օրվա իշխանությունների համար սա լավագույնս ներկայանալու եւ ինքնարտահայտվելու դաշտ է բացում, ինչ այլ է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիակը ծեծել, եկեք ծեծենք, էլի ազգովի ծեծում ենք ու ճիշտ ենք անում ու պիտի շարունակենք այնքան մինչև քաղաքական դաշտից դուրս մղենք այս մարդուն, ել չեմ ասում, որ իրավապահները գուցե այդ ճանապարհին հասնեն ու իրեն մեզ մեր հայրենակիցներին ազատեն այդ գլխացավանքից, մեր հայրենակիցներն իրենք իրավապահների օգնությամբ դրան հասնեն։ Ունենք այնինչ ունենք։ Պիտի խոսենք Քոչարյանից, ցավոք սրտի։ Դու ինչ կարծիք ունես։ Ես օրինակ քո կարծիքն կուզեի լսել։ Գիտեմ վստահաբար դու էլ չես լսել։ Այո։ Տհաճ է, ոնց կարելի է լսել։ Գիտես, ցավալիորեն ես չեմ տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակ կա հեռացնել քաղաքական դաշտից, ոչ էլ իրավապահ մարմինների կողմից եմ դա նկատում, եւ մի վտանգ կա, գիտեք, շատ հաճախ ասում են, Քոչարյանին երբեք չեն բերի իշխանության ժողովուրդը չի թողնի։ Քանի որ Փաշինյանի քաղաքականությունը այլևս այն լայն աջակցությունը չունի հասարակության շրջանում, մենք տեսանք նույնը Գյումրիում, որքան էլ քիչ ձայներ հավաքեցին, բայց իրանք կարող են աշխատելով նույն տեխնոլոգիայով, ինչպես Փաշինյանի դեմ իդեպ քո թույլտվությամբ ընդհատեմ Քոչարյանը Գյումրիի օրինակը դիտարկում է անկալելի եւ կարող են Գյումրիի օրինակով մենք որ ասում ենք անընդհատ Գյումրիի օրինակով էս սիամական զույգերը սկսել են գզվրտվել իրար հետ ու հանրությանը փորձում են ամեն մեկ իր հնարավորությունների չափով խաբել որպեսզի կոնսենսուս -1 ապահովեն Քոչարյանը եկավ եւ ապացուցեց որ դա այդպես է ինքը իր այսօրվա հարցազրույցի ընթացքում խոսել է դրա մասին ու Գյումրի օրինակը ակտուալ է համարել, հնարավոր է համարել, սա հատուկ մեր հայրենակիցների համար, որ 2026 թվականի ընտրություններից առաջ հետևություն անեն, որ սատելիտ ուժեր, գրպանային ուժեր, պուպուշ դեմքերով տղաներ եւ աղջիկներ գալու են ներկայանան ընդդիմություն ու փորձելու են սիրելի հայրենակիցներ, մեկը արևմտամետի քողի տակ, մեկը չգիտեմ ինչի քողի տակ կեղծ արևմտամետի ձեզանից ձայներ կորզել որպեսզի քաղաքացիական պայմանագրին առաջին հերթին դուրս թողնեն իսկ իրականում Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ իշխանություն զավթեն որպեսզի Չաուշևսկու օրինակով գնդակահարությունները բեմադրած իրականություն դարձնեն որպեսզի սպառնալիքները տեղացած ի կատարած են որպեսզի այդ ճգնաժամային իրավիճակներում Քոչարյանն ասում է ճգնաժամային իրավիճակներում ես կարող եմ գործել Լիլիթ ճգնաժամային իրավիճակներում Քոչարյանը ո՞նց է գործել, խնդրում եմ մի քանի բան դու քո մասով ասա։ Տես Գյումրիի հետ կապված ես իհարկե Վարդան Ղուկասյանն շատ լոյալ է դրսևորում, մենք խոսել ենք դրա մասին, դրա համար ինքը մնում է քաղաքապետ, այսինքն Նիկոլ Փաշինյանը դեռ տիրապետում է իրավիճակին, բայց այդ խաղը, որ Նիկոլ Փաշինյանը վարում է, որ մեկը իրանք այնքան վարկաբեկված են, որ երբևիցե հնարավորություն չունեն, ոչ Դա սխալ պատկերացում է։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը պարզ է, որ չի ընտրվի, բայց Հայաստանը փոքր երկիր է, եթե մարդիկ հիմա էլ ինադից ելնելով ներողություն իհարկե որոշ հատվածը գնա ձայն տա Քոչարյանին եւ այդ մարդկանց հանեն փողոց, Ռուսաստանը կօգնի, միլիոններ կօգտագործեն, սոցիալական վիճակը կվատացնեն, լույսը կանջատեն, գազը կանջատեն, այսինքն կարող են Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել։ Այստեղ կարևոր չի Քոչարյանը կգա, թե ով կգա։ Այսինքն սա Հայաստանի դեմ հիբրիդ հարձակման մաս է կազմում Քոչարյանը եւ ժողովուրդն ասում է դե իրան լուրջ չընդունենք, լուրջ պիտի ընդունել։ Իդեպ այսօրվա հարցազրույցը մի սենյակում էր տեղի ունենում եւ հատուկ այդ վարձու գրչակներն ու լրատվամիջոցները, եթե կարելի է այդպես նրանց համարել, կադրը այնպես էին ֆիքսում, որ կողքից Քոչարյանի ֆոնը երևա, պատին ամբողջությամբ Քոչարյան-Պուտին հանդիպումների տարբեր տարիների հանդիպումների նկարներն էր, այդ մարդը չգիտեմ Ժակ Շիրակի հետ չի հանդիպել, Բուշի հետ չի հանդիպել, այնպիսի տպավորություններ, ոնց որ Պուտինը հրավիրած լիներ Քոչարյանի համար հատուկ առանձնացված ինչ-որ պատվալային սենյակ, այդ ողջ հարցազրույցի թելը իր ձեռքում պահելու համար կամ էլ, որը ամենահավանականն է, Ռոբերտ Քոչարյանը չգիտեմ,
երևի թե ամերիկյան օճառ էր ստացել եւ այդ օճառն էր փորձում օգտագործել եւ ազդակներ հղել ռուսաստանին։ Տես գիտես ինքը շատ ցավալի իրավիճակում է, անընդհատ իրեն ասում են լավ, Ռուսաստանը կաջակցի, բայց դու ցույց տուր, որ դու ինչ-որ բանի ընդունակ ես, այդ հոդվածը հիշում եք, որ իբրև թե Պուտինն ասել ով ուզում լինի, Սերժ Սարգսյանը չլինի։ Թերթում այդտեղ ինչ էր գրած, որ դու ապացուցեք, որ դուք մի բան եք ներկայացնում, Պուտինն էլ ասում է լավ, ես քեզ աջակցում եմ, բայց դու 0 կապիտալ ունես, դու ինքդ դարձիր մի բան, հետո ես քեզ կաջակցեմ, որտեղ Փաշինյանը Պուտինին հիմա չի խանգարում, արի անկեղծ ասենք, Փաշինյանը այդ մարդն էլ ինչքան ռուբլի ուղարկի, այս մարդիկ հայրենիքի պետության շարժման տակ վատնեն, չգիտեմ ինչի տակ վատնեն։ Դե վատնում են եւ աշխատում է էլի հայ հասարակությունը այս երկուսից է ընտրում։ Ցավը դա է։ Դե ես ասացի ինչի է դա, որովհետեւ մեդիա դաշտը ուզուրպացրած է, անդիմադիր այս շրջանակը ավելի շատ ռեսուրսների է, մեդիա ռեսուրսների է տիրապետում, այդ դրա համար եմ ասում մեր հայրենակիցներին, եթե հավանում են կիսվեն, տարածեն, որ այս տեղեկատվական պատերազմն էլ է պատերազմի գործիք եւ այստեղ էլ պետք է այս մարդկանց իրանց տեղը ցույց տանք, ինչքան էլ ուզում է իրանք կեղտոտ գումարներ տնեն շրջանառության մեջ։ Առաջին պատճառը դա է։ Հաջորդը որ իշխանությունը ձեռ է տալիս ու ջուր է լցնում այս ջրաղացին, իրանց էլ կարելի է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հասկանալ միջև adekvatության սահմանը։ Իսկ 7 տարվա իշխանությունը այդ adekvatության սահմանը վաղուց անցել է ու այո, մեր հայրենակիցները ինչպես Փաշինյանին այդ հարցերն ուղում են շրջաններում, որ պետքա Քոչարյանը դատվի, Սերժը դատվի, նախկինների այդ շրջանակը դատվի, դա պետքա իրականություն դառնա, իրավապահները պետքա տեղից շարժվեն, իրենք էլ պետքա այս քաղաքական դաշտը առողջացնելու մեջ գործուն ներգրավվածություն ունենան, երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելով, բնավ խոսքը բռնապետության եւ վենդետաների մասին չի։ Երկրում իրականում արդարության եւ արդարադատության պակաս կա, այս մարդիկ օգտվում են սրանից։ Ոնց են օգտվում, գործիքակազմը տարբեր դեպքերում տարբեր ձև մոդելավորելով ու փոփոխելով։ Օրինակ, վերջին շրջանում իրենք փորձում են չինական Վարդան Ղուկասյան խաղալ, նույն ինքը դոկ։ Ամեն մեկը փորձում է ավելի կոշտ լեքսիկոն անցել են հայոյանքներին, բռունցքներին, չգիտեմ ինչի, ու իրենց պատկերացմամբ Քոչարյանն էլ դա պնդում է, որ ավելի են սրելու իրավիճակը։ Ով է օգտվելու այս իրավիճակում, գիտեք, կապրենք կտեսնենք էլի, ժողովրդի համբերության բաժակը պետք չի այդքան լցնել։ Բացի այդ միֆ կա, չէ՞, որ ուժեղ տղամարդ է պետք, ուժեղ ձեռք է պետք։ Ամեն մարդ ուժեղը իր տեսանկյունից է հասկանում։ Եթե ինչ որ մեկի համար ուժեղը նա է, ոստիկանների թիկունքից հայհոյում է իր ժողովրդին, բայց երբևիցե դուրս չի եկել այդ ժողովրդի հետ անձնապես հանդիպման, դա ինձ համար ուժեղ չի։ Կամ գնում է դատանում խելոք կանգնում է, որ դատավորն ասում է կանգնի, բայց իր Երևան ԹԴ-ում կարողանում է ուժեղ տղամարդ խաղալ։ Կամ Վլադիմիր Պուտինը ասելով հայ-իրանական գազատարը վաճառում է, բայց ասում է ես շատ ուժեղ տղամարդ եմ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը այդ Պուտինի միֆը, չէ՞, մեզ պետք է ուժեղ բռունցք։ Ալիևի ճգնաժամային իրավիճակներում բան է անում 0038 հրաման է արձակում սեփական ժողովրդի վրա կրակելու։ Այո, լիդերը պետք։ Պուտինն էլ չէ, ասում են ինքը ուժեղ լիդեր է, ում հետ է ուժեղ։ Չինաստանի ղեկավարի հետ ուժեղ չի, Թուրքիայի հետ ուժեղ չի, Ալիևի հետ ուժեղ չի, ուժեղը նրա հետ, որ համեստ է։ Նույնը Ռոբերտ Քոչարյանը, եթե պատասխանում ես կամ իրեն աջակիցներին, արդեն հետ են քաշվում, բայց տանից գոռում են, որ մենք շատ ուժեղ ենք, այսինքն հայ ժողովուրդը դրա վրա ընդհանրապես ծիծաղում է, բայց ես ցավալիորեն մտածում որ կարող է ժողովրդի բոյկոտի ընտրությունները, ոնց որ Երևանում արեց։ Եվ մասնակցությունը տարբերակը իրականում պետք է մեր հայրենակիցներին բացատրել, որ բոյկոտի տարբերակը ամենավտանգավորն է, որ պետք չի այդ ճանապարհով գնալ, ինչու որովհետև էլի եմ ասում, այս մարդիկ կեղտոտ գումարներ ունեն շրջանառության մեջ դրած, ունեն տիրապետում են այդ նախկին ժողովրդական լեզվով ասած կրծքից կդրված գործիչները իրենց շրջապատում են, իրենց ընտանիքներով եւ այլն, ու այս դեպքում նրանք կարող են հաջողություն գրանցել ու մեր երկիրը իրականում հայտնվի Բելոռուսի կարգավիճակում, իդեպ Քոչարյանն ասում էր այսօր նաև որ բանա Լուկաշենկոն լավ տղա է, Լուկաշենկոն չգիտեք, Լուկաշենկոյի պես մարդու հետ ոնց կարելի է այդպես վարվել։
Այդ նույն Լուկաշենկոն է, տեսը ինքը ինչ սխալ քաղաքականություն ասում, Փաշինյանն է մեղավոր, եթե Փաշինյանը այդպես չէր, Լուկաշենկոն չէր ասի։ Նախ եկեք հիշենք, որ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին գումար էր առաջարկում։ 6 միլիարդի մասին։ Հիմա Քոչարյանը թող պատասխանի Սերժ Սարգսյանը դավաճաներ, որ դա իրեն թույլ էր տալիս։ Երկրորդը Լուկաշենկոն չի ասել, որ Փաշինյանը վատնա դրա համար է աջակցում, ասել է Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի մաս, ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը։ Իդեպ ասելով, որ Փաշինյանը դավաճան չի, այսինքն իր ասած որևէ բան քննադատության չի դիմանում, այստեղ հարցը Փաշինյանը չի։ Բայց դրա համար եմ ասում, մենք գործ ունենք քաղաքական մանկամիտ գործչի հետ, ով ընդհանրապես նա քարտեզին, աշխարհակաղակականությանը, ՆԱՏՕ-ի դեմ է պայքարում Ռուսաստանը, որտեղ է ՆԱՏՕ-ի Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ դեմ է պայքարում, Ռուսաստանը հաղթեց այս ՆԱՏՕ-ը երկրորդ բանակին զենք է տալիս, ո՞նց է պայքարում Թուրքիային ցե 300 է տալիս։ Չէ, սա իմ ասածն է, Քոչարյանը ազդակ է ուղարկում հայտնի հիմնարկ, որ տղերք պատրաստ եմ մի քիչ, չգիտեմ, օգնություն, աջակցություն Կիրիենկո, Լավրով, Պուտին, բան, տեսեք ինչ եք անում։ Նկարները դրա մասին է վկայում, այդ ամբողջ գովասանքի խոսքերն ուղված Ռուսաստանի Դաշնությանը դա է վկայում։ Պոտենցիալ հայտ է ներկայացնում միութենական պետության ապագա ո՞նց են դրան ասում, ծայրագավառապետ են ասում, գուբերնատոր են ասում, ինչ են ասում, ասում եմ ես պոտենցիալ տեխնացու եմ էլի, ձեր շահերը այստեղ առաջ կտանեմ, բան կանեմ։ Իդեպ մի փոքր հատված առանձնացրել եմ, ես ուզում եմ լսենք, որքան էլ որ տհաճ լինի, բայց ամեն դեպքում ես առաջարկում եմ ընթացքում ես կմիացնեմ մի քանի հատված լսենք Քոչարյանից, թե ինչ մտքի գոհարները այո արտահայտում, օրինակ այս մեկը։ Ուրիշ վտանգի մասին մտածին ես համար։ Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին մտածի։ Իմ տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանը ավելի շատ տեսնում է արևմտյան Ադրբեջանի կոնտեքստի մեջ։ Դուք կարծում եք որևէ մեկը լուրջ մտածում է, թե Արարատ սարը, ասենց Արարատ սարի վրա մենք աչք ունենք, մեզ համար դա սիմվոլ է, բայց դուք երբևէ որևէ ողջամիտ քաղաքական ասենց գործչի նախկինում լսել եք, որ մենք ասենք այս Արարատը գնան գրավենք եւ այլն, բայց անդուրջ է։ Հիմա ինչ անում է այդ տեսանկյունից Արարատը չի արագացնի եւ այլն, դա ինքը անում է ոչ թե Թուրքիայի համար, ինքը անում է հենց մեզ, մեր ներսում, մեր ազգային սիմվոլները, մեր ինքնության մաս կազմ։ Լսեք, այս մարդը լուրջ խնդիրներ ունի։ Վերջը, ասում է, սա անում է մեզ, մեր ազգային սիմվոլներ եւ այլն, բայց ինքը իր խոսքի սկզբում այդ արևմտյան Ադրբեջանը, այդ ում եզրույթն է։ Ալիևի չէ։ Ադրբեջանցիների եզրույթն է, ադրբեջանցիների կողմից դաշնետված եզրույթն է, որ բերում դարձնում է մեր մոտ հանրային քննարկումների առարկա այն դեպքում, որը հանուն արդարության ասենք, որ մեր կողմից մերժվում է։ Անկամ Փաշինյանի իրական Հայաստան այդ խոսույթի, ծրագրի, գաղափարի, չգիտեմ էլ ինչպես անվանեմ, անգամ դրա մեջ ադրբեջանական այդ արևմտյան Ադրբեջան չկա եւ բացառվում է։ Իդեպ Քոչարյանը մի քանի ժամանակ առաջ այդ ուսանողների հետ հանդիպման ժամանակ էր, չի ասել, որ պատերազմը հայերն են հրահրել, Հայաստանի իշխանություններն ու հայերն են հրահրել։ Ես լավ չեմ հասկանում։ Դե Սերժ Սարգսյանը այդ սիմվոլը հանել էր, չէ՞, ֆուտբոլի։ Հա, սիմվոլից է խոսում, Արարատ լեռի սիմվոլից է խոսում։ Սերժ Սարգսյանը ֆուտբոլի ֆեդերացիայի գերբի վրայից, ֆուտբոլի հավաքականի գերբի վրայից հանեց Արարատ լեռը։ Եվ չենք լսել, որ Սերժի հետ կոալիցիոնն ինչ որ իշխանության մեջ էին, արիշվերիչների մեջ էին։ Դաշնակցությունը արևմտյան Հայաստանից է խոսում, այդ սուտ է։ Իհարկե, սուտ է խոսում դաշնակցությունը։ Կամ հա, դաշնակցությունը առավոտից իրիկուն հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արտահան, դե միտեղ կայնենք հաց ու պանիր։ Ուղղակի երկում են։ Գումար են հավաքում ուղղակի ԱՄՆ-ում դրա համար, հա։ Դրոշեն վառում։ Երևանում էլ այդ երկողները բան են անում։ Տրանսպորտի 100 դրամի դեմ պայքար են։ Հա, Թուրքիայի սիմվոլը այստեղ վառում ես։ Ահա։ Հետո ասում ես մենք Ադրբեջանին հրահրել ենք որ հարձակվի, բայց դու Թուրքիային չես հրահրում որ հարձակվի։ Դա իր սիմվոլն է, իր դրոշն է։ Իհարկե, որևէ քննադատության չի դիմանում նրա խոսքը։ Էլ ինչ տնենք։ Այն ժամանակ երրորդ նախագահի հալադեր վարչապետ չէ։ Չեմ հիշում։ Դեռ ինչքան հիշում եմ հալա վարչապետ չէ, բայց արդեն պարզ էր որ ինքը պետք է։
Խեմ է զանգել նաև, որովհետև ինձ տարբեր մարդիկ դիմում են ասում են, միա դու էլ ասա մեր ընդհանուր ծանոթները։ Ոնց որ վիճակը ձեռից գնում է, Ներողություն, վիճակը ձեռից գնում է, ասենք ինչ էր տեղի ունենում 2018-ին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դուրս էին եկել փողոց, խաղաղ, ոչ մեկի քթից արուն չէր գալիս, հանրահավաքներ էին իրականացնում, նորմալ process է, ժողովրդավարական երկրին հարիր։ Վիճակը ձեռից գնում, ձեռից է գնում, այս արդեն իրանց պատկերացումների մասին շատ բան է ասում, էլի, իրանց Չէ, Էդվարդ Շարմազանովը մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին, որ նա ողջունել է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, քննադատելով, որ Սերժ Սարգսյանը գնում է 3-րդ ժամկետի։ Հիմա ինչ է խոսում ես այս մարդը։ Դե այս մարդիկ ինչ են անում։ Այս մարդիկ քաղաքական դաշտը փորձում են կիսել իրար մեջ։ Հիմա մրցավազք է սկսվում։ Արդեն իրար մեջ։ Ով է Պուտինի ոտերը ինչ որակի աղով է լվալու, աղա ջրով է լվալու, ջուրին շերմաստիճան է ունենալու, ոնց պիտի անեն, որ այդ Ռուսաստանի Դաշնության հովանավորյալ ընդդիմադիրի տիտղոսը առաջինը իրենք զբաղեցնեն։ Սա նորմալ է։ Գյումրի օրինակի մասին այս մարդը խոսում, ասում է Գյումրի օրինակով պետքա համապետական ընտրություններում իրավիճակ փոխելու կոնսենսուս -1 ըստ երևույթին ապահովել, դե բայ այդ տրամաբանությամբ պետքա սկսեն գզվրտվել, իրար ուղղությամբ ցեխ նետել, վիճակը դրությունը լուրջ էր Սերժը չարեց, ինչ պիտի աներ ճգնաժամային կառավարման իրավիճակներում Քոչարյանը մարտի 1 էր անում օրինակ, դե բա ասում է թատերական հրապարակում այն ժամանակ ասում էր, չէ, արդեն այս վիճակը դուրս չի գալի, ոստիկանությունը հարձակվեց, ժողովուրդը հելավ պատի հետևից կռակելու ընթացքում ինքը որոշում կայացրեց ու Երևանի կենտրոնում ունեցանք ցավոք սրտի Այդ Գյումրի քաղաքապետը ինչի չի մի հատ հակաիշխանական բան ասում, կարող վախեցրել են։ Ասել են քեզ կտանենք համապատասխան տեղ։ Բայց մա Գյումրի օրինակով Գյումրի քաղաքապետն ասել է սուբորդինացիա պահելու եմ, հենց Փաշինյանը գա կդիմավորեմ, ամեն ինչ էլ կանեմ ոնց հասնում է Փաշինյանը։ Դες այսօր Քոչարյանն անգամ խոսում էր գաղափարական նմանություն ունեցող ուժերի հետ միասնությունից, գաղափարականը գիտեք, հիմքում բան կա։ Կյանքի իրավունք ունի իր ասածը, չէ դե ով Ռուսաստանի Դաշնության կողմից ունի դաբրո, իսկ Գյումրիում տեղի ունեցածը դրա վառ վկայություններ։ Ես Գյումրիում այդքան էլ միանշանակ չէր, օրինակ տեխնացուներից Մարտուն Գրիգորյանը բոլորի համար էր անակնկալ, որ գնաց միացավ Վարդան Ղուկասյանի կամ սարքեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, եթե կարծում են, որ Սերժ Սարգսյանն ինքն է ունեցել ազդեցություն Մարտուն Գրիգորյանի վրա, մի քիչ կասկածում եմ, էլի առնվազն Սերժ Սարգսյանի վրա արտաքին ինչ-որ ազդեցության լծակներ են գործադրել։ Մենք հիշում ենք, փախած էր Մարտուն Գրիգորյանին չէին գտնում։ Հյուպատոսներ ընդ 102-րդ բազայի Պետյան եւ Վասյան էին այնտեղ նստած ընտրեցին։ Իդեպ սահուն հիմա անցում անենք, որ դու ասեցիր Ռուսաստանում աջակցում է, հիմա նոր տեխնացու կա impeachment-ի վերաբերյալ, Ռուսաստանը իրեն էլ էր իբրև թե աջակցում Կոպերկինի հետ հանդիպեց Մասկ։ Որ impeachment-ի, այդտեղ էլ է ախր բան, իրար գզվրտում են, իրար ուտում են։ Մասկ, Իլոն Մասկի։ Հա, Մասկին դիմություն, բանն է Մոսկվայի ընկեր Հովիկ Աղազարյանի կուսակցության մասին։ Այն որտիգար Մոսկվա։ Չէ, այստեղ էլ է խառը։ Օրինակ impeachment-ի գործընթաց բանա Սերժ Սարգսյանական թեվ կա, որ գործընթացը խմորում է։ Գործընթացը դա էլ է ժողովրդավարական գործընթաց, եթե կարող են օգտվեն, ինչ ա եղել։ Նիկոլ Փաշինյանի մոտ փողով աշխատող, աշխատավարձով աշխատող ընդդիմություն են եղել առանձին դեպքերում դուրս են եկել, փորձել են, չի ստացվել, տերտերին բերես առածրել են, հետո էլի տաքացրել են, ասես ինչ որ խառը բաների մեջ են։ Սերժ Սարգսյանական թևն է impeachment նախաձեռն է ու իդեպ սկզբից ասում էր Սերժ Սարգսյանական թիմը մենք տեխնացու չունենք։ Ով էլ առաջադրվի, Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի, մենք կընտրենք։ Այո։ Ահա։ Ռոբերտ Քոչարյանական թևն ասում էր, դե մենք էլ չունենք, տեխնացու առաջադրեք, դրանք ինչ են կանում, ոնց որ բլոտի բազար լինի իրականում էլ, այն որ չգիտեմ, բոյը 10 են ասում, հետո չէ, լմի վարքյան ղարի վալետը մոտս է կողմերից մեկը, ղարի վալետով ես կարամ մի քիչ ավելի բարձր խոսամ, դրան է նմանվում էլի իրականում ու հայտնվում է Հովիկ Աղազարյան
այն մյուս падգամա Հակոբ Ասլանյան զույգը падգամավորական ԿՊ-ից անջատված առաջադրում է կլասիկ տարբերակն է ընտրում, առաջարկում է կլասիկ դաշտում հայտնի իրեն հռչակած քաղաքական գործիչ, իսկ իրականում այդ կլասիկ բառը շատ սազական է։ Էդմոն Մարուքյանն էլ ուրախ զվարթ վերցնում է հեռախոսը, էքստազի մեջ ընկած, վայ 48 ժամ ես կարամ վարչապետի թեկնածու լինեմ, ես դա հեսա կասեմ ինչի է այդպես արվում։ Ու լավ է էլի։ Սկսում է զանգել, Օհանյանին է զանգում, Մամիջանյանին է զանգում, Մամիջանյանը вообще անջատում է ասում, հետո կզանգեմ Էդմոն կամ չեմ զանգի։ Ու ասում է դե առաջադրել է այս մարդը, եկեք պաշտպանեք։ Խառնա, չեն կողմնորոշվում, ինչ որ ընդհանուր բան չունեն, եզրեր չունեն, չես էլ հասկանում ինչ են ուզում, էլի։ Էդմոն Մարուքյանի իմասով ինչի է սա արվում, իմ կարծիքով։ Նախ Էդմոն Մարուքյանը շատ բան չկա իր մասին ասելու, մեր հայրենակիցները կասեն։ Չեմ ուզում ավելնորդ ինչ որ ռեկլամով զբաղվել։ Այս մարդը ունի խնդիր։ Հիմա էլ որ մենք մեր ժամանակը, մեր այս թանկ ժամանակը նվիրում ենք իրեն, բավականին շատ գովազդ եւ օգուտ ենք տալի իրան։ Այս մարդը ունի խնդիր Երևալու։ Ժամանակ կար, որ ինքը հայտնի բլոգերի հետ օվկիանոսից այն կողմ ուղիղ կապի մեջ էր եւ հույսը դա էր, որ ընտրություններին բան կլինի, հիմա մի քիչ տարօրինակ իրավիճակ կա նրա մասով, չենք հասկանում ինչ կլինի, այս մարդը այլ եզրեր է ման գալի։ 48 ժամ ազգային ժողովի ամբիոնից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ականջները բռնաբարել։ Դե ուզեն մարդիկ պիտի նայեն, էլի ազգային ժողովի նիստը, վարչապետ են առաջադրել, իմպիչմենտի գործընթացը, ինքնին այդ ուշադրությանը արժանանալու է նա։ Էլ չգիտի էկրանից այն կողմ ինչ կասեն, էլի։ Այդ հարցի մյուս կողմն է։ Եվ իհարկե կարծես թե նոր դաշինքանման կամ հետագայում համագործակցության նման ինչ-որ բան է նշмарվում։ Հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի վերջին քաղաքական մտքի գոհարները արտահայտած ճակերտներում, պրոռուսական էս թևում հայտնվելն ու դիրքավորվելը եւ Հովիկ Աղազարյանի Մոսկվայի այդպես էլ չհայտնված ընկերը կամ դրա առեղծվածը ու Հովիկ Աղազարյանը կարծես թե Ռուսաստանի Դաշնությունը մի հատ էլ էս թևի վրա է ուզում ստավկա անի ժողովրդական լեզվով ասած, խաղադրույք կատարի ու սենց էլի։ Ասի տեսնեմ դու ինչ ես ընդունակ, դուք ինչ եք ընդունակ։ Ես կարծում եմ, գիտես, օլիգարխիկ կուսակցություններն էլ կարող են ընտրությունների ժամանակ միանալ այս թևին Մարուքյանական, չեմ բացառում, դե դա Ռուսաստանի կուրատորությունից է, գիտես, որ տենց տարբեր թևեր է ստեղծում, վերջում պիտի իրենք միավորվեն։ Բարձր որ գաղափարը այդքան դեր չի խաղում։ Գաղափարը մեկն է, միութենական պետություն տանելը, Սյունիքովը տենց ճանապարհ տալը, ռուսների վերահսկողությամբ նոյեմբերի 9-9-րդ կետը կատարելը, Պուտինի ոտերը լավալ ջուրը խմելը, ավել բան չկա, ստե շատ բան չի պահանջվում։ Եվ օրինակ հարցերին չեն կարող պատասխանել, որ ասում ես լավ 9-րդ կետը տվեցինք։ Հետո որ Ադրբեջանը ուզենա հարձակվի Ռուսաստանը մեզ պաշտպանելու է, այն չկա։ Ռուսաստանը կարողանալու է մեզ պաշտպանել, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ Ալիևը վերջնական նպատակ դեռ չունի Հայաստանի հետ կապված, ինչ կարողանա կանի, բոլորս էլ հաշվի առնելով Ղարաբաղի փորձն, այդ Սյունիքի օկուպացիան ռուսները կապահովում։ Իհարկե, չէ, մենք հասկանում ենք, որ Ալիևը ամեն ինչ էլ կուզի ստանա, կտան, կստանա, չեն տա, չի ստանա։ Չեն ասում Պուտինից Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանի անվտանգության գլխավոր ճարտարապետն է։ Լիլիթ Ռուսաստանի Դաշնությունը ասում է խոսում է Լեռնային Ղարաբաղի կալանավորված այդ ճակերտավոր ռազմաքաղաքական ղեկավարներից ու ասում է ինքը եթե լիներ, նրանք եթե լինեին Փաշինյանի դրությունը վատ կլիներ, ինչու, որովհետև նրանք Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին կմիավորեին, այսինքն Բակո Սահակյանը եթե այստեղ լիներ Երևանում, Բակո Սահակյանը կմիավորեր արցախցիներին։ Քոչարյանին բան չկա այստեղ ասել, ասենք դու Ղարաբաղի նախկին նախագահ չես եղել, եղբայր։
Հայաստանի երկրորդ նախագահ։ Բան միավորի, ինչ ես։ Ղարաբաղը հանեցիր բանակցություններից, որ դու բանակցես, որովհետև դու Ղարաբաղի նախագահ ես եղել։ Կամ Բակո Սահակյանի աջակցության համար մի հոգի դուրս է եկել փողոց Ղարաբաղի ժողովրդից ստեղ։ Լավ, այդքան Պուտինի նկարները կծրել է պատին, այսքան ժամանակ տեսել ես, մի հատ շնչակ ու դուր ձայնով ձայնագրություն հայտնվի, որ Քոչարյանը Պուտինի հետ զրուցում, ասում է, գոնե մեր Բակոին, մեր Արայիկին, չգիտեմ, մեր ռազմաքաղաքականներին։ Փաշինյանին ատում է, հասկացանք, Բակո Սահակյանը խի թողեց տարան կամ Արկադի Ղուկասյանին աղոթում էին Պուտինի համար, չէ՞։ Դրա համար հայտնվեցին իդե Բաքվում, ես ասեմ, Քոչարյանը թող լսի բարձր։ Լավ, ըստ ումա Քոչարյանից էլ չարժի խոսալ, մենք կանրադառնանք Քոչարյանին, Քոչարյանը ստիպված այն իրոք մտել է մենք հաճախ ենք տեսնել իրեն մեջ։ Մեր առօրյա ու ինչքան էլ որ զզվելի լինի, դժվար լինի, ինձ համար շատ զզվելի է էլի խոսալ մի երկրի առաջնորդի մասին, ով նախկին առաջնորդի, ով գույք պարտքի դիմաց է արել, ով մեղրին խուրդայ է դարձրել, ով Ղարաբաղը դուրս է թողել բանակցություններից, ում օրոք հոկտեմբերի 27 է եղել, ում օրոք մարտի 1 է եղել, ում օրոք քաղաքական սպանություններ է եղել, սպանությունները, որ սկսեմ թվարկել կարող է մեր հաղորդման ժամանակը չհերիքի, ում օրոք իր 22 տարեկան, 21 տարեկան տղեն դոլարով միլիոնատեր է դառը, վունդերկինդներով էր, չգիտես, պապուցակտակ ինչ արա, էդ էլ չգիտես։ Մի խոսքով էլի ես մարդու մասին խոսալուց բնական զզվանք է իմ մոտ առաջանում ու չի կարող ունենալ որևէ հետևանք ըստ քեզ։ Իմպիչմենտի գործընթացը։ Լուրջ է։ Չէ, դե ինչ է, մի գործընթաց, որ նախաձեռնի մի հայտնի քաղաքական խեղկատակ, մի գործընթաց, որ գործընթացին, որ խառնվի Մոսկվայի անհայտ ծակման ընկերոջ լավ ընկեր Հովիկ Աղազարյան, Էդմոն Մարուկյան, լի դե նայեք ժպտացեք, սիրելի հայրենակիցներ, նայեք, ժպտացեք, կուշտ ծիծաղացեք, ամեն դեպքում լոռեցիները նաև հումոր ունեն, ես կարծում եմ հումորի պակասել չի լինի, Էդմոն Մարուկյանը հումորով կմոտենա այս ամեն ինչին, այդքան շատ սրտին մոտիկ չի ընդունի, չի կարելի էլի մի պրոցեսի մեջ ներգրավել, որը ի սկզբանե ձախողված է, ես դրան լուրջ չեմ վերաբերվում եւ կոչ եմ անում ընդհանրապես դրան լուրջ չվերաբերվել, այստեղ առաջարկ ունեմ քաղաքացիական պայմանագրի, օրինակ падգամավորներին առաջարկ ունեմ ես։ Առաջարկում եմ նախ թող այդ падգամավորը բոլորիցս ներողություն, ի սկզբանե ներողություն խնդրելով դա անի, ներողություն խնդրի մեզանից, մեր հայրենակիցներից, որ մենք հասկանանք, իրան ճիշտ հասկանանք, այնուհետև սկսի, ինչ անի։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին քաղաքացիական պայմանագրից падգամավորներից մեկը կամ երկուսը առաջադրեմ վարչապետի տեխնացու բերեն ազգային ժողով 48 ժամով բերեն ազգային ժողով ու էլ չասեմ ինչ անեն էլի հարցախեղտ անեն հա հարցախեղտ թող անեն գուցե դա ինչ որ արդյունք գուցե չէ հաստատ արդյունք կտա օրինակ մեր քաղաքացիները падգամավորների հետ կապը կպային ու հարցեր կուղեն վստահաբար թող կան խոսեն էլի Բանավեճը չեկան գոնե թող ազգային ժողով։ Գոնե թող ազգային ժողով կան, ԿՊ-ի падգամավորները ներողություն թող խնդրեն, մենք իրենց ճիշտ կհասկանանք, որ դա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է եւ ի վերջո այս մարդիկ թող գան պատասխանեն, լավ ինչ են անելու։ Սերժն էլ թող գա, Քոչարյանն էլ թող գա, Տեր-Պետրոսյանի առողջականը եթեների նայել թող գա, ասած առաջադրեք մի հատ գոնե այս անպտուղ գումարման ազգային ժողովը մի բան անի նոր գնա էլի մի հիշվող բան անի նոր գնա մենակ շշերով իրար խփելն ու հայոյելը չլինի ծեծուջը հա սա չգիտեմ լուրջ կընդունեն թող անեն մի քիչ էլ թող իրենք բան անեն անլուրջ բաներով զբաղվեն էլ ինչի՞ չէ որ հասկանում եմ ժամանակը չունենք բայց այնպես էլ չի որ այդ խորհրդարանում առավոտի ծիրիգուն չգիտեմ դարակազմիկ որոշումներ են ընդունվում ու բան են անում լուրջ ռազմավարությունն է այդ ամեն ինչը ապահով են մեր համար Փաշինյան-Ալիև հանդիպմանը անդրադառնանք
Դե իհարկե չխոսելով նրա նստած կեցվածքից ես այդպիսի գուշակություններ չեմ կարող անել ճշնաց նկարի վրա, բայց ակնհայտ էր, որ այդ հանդիպումը նախապես կարծես պլանավորված չէր։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը երևի առիթից օգտվելով նաև ցանկացավ խոսել Ալիևի հետ տետատետ։ Այսպիսի հանդիպումներից հետո ես որևէ լուրջ ուրեմն որոշումներ չեմ սպասում Ալիևի կողմից, բարձր որ նա պիտի ժամանակ ձգի, ասի այո ես էլ եմ ուզում գնալ խաղաղության, բայց միջազգային իրավիճակը այստեղ շատ կարևոր է։ Ալիևը քանի դեռ վստահ չի, որ Վլադիմիր Պուտինը խրվել է Ուկրաինայում եւ չի կարող իրեն այստեղ աջակցել, նա չի գնա խաղաղության, միևնույն ժամանակ չի գնա էսկալացիայի, որովհետեւ տարածաշրջանում իրավիճակը այդպեսին չէ, ինչպես 20 թվականին։ Իսրայելի գործերն են վատանում, Տրամպը գնաց մերձավոր արևելք չգնաց Իսրայել, Քաթարին զենքի վաճառք է սկսել, խոսում է Պաղեստինի ժողովրդի սովամահ լինելու մասին, Նետանյահուն այլևս Ալիևին օգնության չի կարող գալ։ Մյուս կողմից Իսրայել-Թուրքիա հարաբերություններն են լարված, Թուրքիայի վրա արևմուտքը ճնշում է, որ կոնստրուկտիվ լինի Հայաստանի հետ, այսինքն Ալիևի հույսը միայն դնել Պուտինի ասացի վրա եւ հարձակվել Հայաստանի վրա, Ալիևը կներեք խելագար չի, կարծում եմ նա այդ հաշվարկները ունի։ Հաշվարկված չէր ըստ քեզ նաև այցը, որովհետև կարող էր Ալիևը նույն հաջողությամբ այնտեղ էլ չգնար, ոնց որ մայիսի 9-ի պարադին չգնաց։ Տեսեք, Եվրոպա գնում է, որովհետև Ալիևը գիտակցում է, շատ ճիշտ է, որ եթե Պուտինը Էրդողանի օգնությանն է կրկին դիմել ռուս-ուկրաինական պատերազմում, ուրեմն ինքը էլի կարող է Պուտինին այդքան լուրջ չվերաբերի եւ տեսանք Զախարովան ասաց մեր ստրատեգիական այդքանից հետո մեր ստրատեգիական դաշնակից է, այսինքն սա թուլությունն է Ռուսաստանի եւ Ալիևը թուլության հոտը շատ նեղություն, շատ լավ առնում է, բայց սա մեզ համար ինչով է լավ, որքան Ալիևը եվրոպական հարթակներում հանդիպի թեկուզ Փաշինյանին, այնքան ոչ հայամետ որոշումները, մենք մինչև այսօր չենք տեսել այդպիսի որոշում, հիմա իհարկե Քոչարյանի թիմից կոսեն Պրահան, եկեք Քոչարյանն ասում է Պրահա գնաց բան էլ էլի Արցախը ճանաչեց, ահա, մենք անդադ ասում ենք, որ նախ դրանից մի քանի ամիս առաջ Վլադիմիր Պուտինը ճանաչել էր միակողմանիորեն Միսկի խմբի որպես համանախագահ երկրի ղեկավար Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մաս, բացի այդ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգման հետ Խովայևի պլանը, բայց երբ որ հարձակվեցին Հայաստանին եւ Ռուսաստանը, ասաց ես ինչ կապ ունեմ, Հայաստանը նոր էր պատերազմից դուրս եկել։ Դեպ հապկի մասով էլ է բան ասել, ինչ անենք ժողովուրդ ջան, Պետք է խոսենք։ Հապկի մասով էլ է բան ասի, ասում է Հայաստանի փրկողակը հապկը չէր։ Այս մարդը ասում է Հայաստանի փրկողակը հապկի դոմինանտ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Բայց Հայաստանը Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյան էլի։ Մի հատ ասենք թող իմանա այս մարդը։ Հայաստանը իդեպ Ռուսաստանի Դաշնության հետ էլ գիտություն քեզ ունի 97 թվականի երկկողմ փոխօգնության պայմանագիր։ Հապկում դոմինանտ էր, դոմինանտ չէր, այդ նույնն է ոնց որ մի բան էին անում, հապկի երկրորդ կետով չեկտի, մեջ չորրորդով եկտի, մեջ չորրորդի մեջտեղը երրորդը կար, երրորդի արանքը մի հատ ստորակետ կար, այդ դրա արանքը երկրորդը կար, մի հատ sense հեքիաթ էին հորին է, այդ դրան է նմանվում, էլի կամ դու չես տեսնում լավ որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում դաշնակից է փոխել։ Դու չես տեսնում որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից գնում է։ Իդեպ տարածաշրջանային պետությունների լուր կոնսենսուսով է գնում։ Ադրբեջանի նախագահի եվրոպական հարթակներում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները դրա վարվկայությունն են, ձեռք բերված պայմանավորվածությունները դրա վարվկայությունն են, որ տարածաշրջանային պետությունների կոնսենսուսով Ռուսաստանին դուրս են մղում այստեղից։ Հիմա ինչ Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի այդ պատմական գիծն ու թելը տանել, ես կարծում եմ դա պատմական բարդույթ է մեզ մոտ, պատմականորեն ապացուցված տարածաշրջան միշտ տղաբերել ու այդ տղուն տեսնել բացառապես Ռուսաստանի Դաշնության տեսքով։ Բայց այդ տղան միշտ Ադրբեջանի օգտին է խաղում։ Եվ Թուրքիայի։ Պատմականորեն նաև Թուրքիայի, որտեղ ինչ ունենք, կորցրել ենք։ Այդ նույն Արարատ լեռ, այդ նույն Արևմտյան Հայաստանի։ Հետաքրքիր որ դաշնակները ռուսամետ են այդքանից հետո 20 թվականից հայտնի KGB-ի գնդապետ, թե գեներալ, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած անունը չեմ հիշում, ՔՊ-ի падգամավոր Վահագն Ալեքսանյանն է իրան անընդհատ ցիտում մեջ բերում, ինքն ալ ոնց որ լավ ուսումնասիրել։ Այդ գեներալներ չէ, իր հուշերում գրել, որ Հայաստանում ամենամեծ ցանցը KGB-ի
Հայաստանում էր եւ հիմնական արչի չափաբաժինը դաշնակներն էին եւ ախրանկայից սկսած ռուսական, այսինքն տես Ռուսաստանը չի ուզում հեռանա, բայց Ռուսաստանը հիմա շատ վատ իրավիճակում է Ուկրաինայում, իհարկե Քոչարյանը դա չի տեսնում, ասում մենք ՆԱՏՕ-ին հաղթել է, բայց Ռուսաստանը օգտագործելու է, մենք ցավալիորեն գիտենք Ղարաբաղի խնդիրը, էլի Ադրբեջանի վրա որպես մահակ, նույնիսկ եթե Հայաստանը այդտեղ գործ չունենա, կասինց դիմել են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, Բալասանյանը այդ նամակը կգրի, ես պիտի գամ պաշտպանեմ արցախցիներին, որ Ալիևը խելոքանա, այսինքն հիմա էլ այդ մահակը Ալիևի վրա է, քանի կար Հայաստանի վրա էր, հիմա փոխել են տերերին, որտեղ Ռուսաստանի համար էթնիկ կոնֆլիկտները դա գործիք է, չէ՞, միջոց է։ Այո, հավերժական թշնամանքը, էթնիկ կոնֆլիկտները, պատերազմները տարածաշրջանում պատմական մի էտապում էս կողքը կանգնելը, մյուս էտապում են մի ուժի կողքը կանգնելը։ Հիմա Մոլդովայում է դա անում, Վրաստանում այդ անթակույց սկզբնական շրջանում ոչ չաջակցությունը, հետո աջակցությունը, հետո Ադրբեջանի վրա խաղադրույք կատարելը, զենքի վաճառքը, բիզնեսը Քոչարյանի եւ Քոչարյանի նախկին արտգործնախարար բաններ, չէ՞, Օսկանյաններ ասում, դա բիզնես է, դա բիզնես է։ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարը, կոմպլեմենտար քաղաքականություն։ Այսինքն, որքան Հայաստանը հեռու մնա մոսկովյան հարթակներից, դա մեզ համար լավ է։ Մյուս կողմից պետք է գիտակցել, որ արևմուտքն էլ Ուկրաինայի հետ կապված հստակ որոշում ցավալիորեն չունի Տրամպի քաղաքականության հետևանքով։ Շատ զգուշ պիտի լինենք։ Իհարկե, ես շատ ցածր եմ գնահատում հավանականություն, որ Ուկրաինային այդպես կթողնի Տրամպը միայնակ, բայց Ալիևը սպասում է եւ ակնհայտ է, որ նույնիսկ եթե խաղաղություն կնքվի, մենք պիտի երբեք այսպես շունչ չքաշենք հանգիստ, ուժեղացնենք մեր բանակը, մենք խոսել ենք դրա մասին, պատրաստ լինենք միշտ, որովհետև այսօր միջազգային իրավունքը ցավալիորեն չի գործում Ռուսաստանի օրինակ։ Ախր էլի ցավալի է, մենք խոսում ենք բանակը ուժեղացնելուց եւ բանակը իրականում քայլեր կատարում է ուժեղանալու ուղղությամբ ու ուժեղանում է։ Այս քաղաքական մանկամիտը երկրորդ նախագահը նախքին դուրս է գալի, ասում է բանակը ընդհանրապես չի ուժեղանում, բանակում ոչ մի բան չի արվում։ Լավ, ինչքան կարելի է ադրբեջանահաճո հայտարարություններ անել առանց փաստերի, փաստահեն ինչ որ բան։ Դե Ալիևը հերքում է Իրան, Հիմա ասենք, այս մարդուն իրականում բանակում փոփոխություններ կատարվում է, իրականում բանակը վերազինվում է, սա էլ հատուկ հարևան թշնամական պետության ականջների համար էլի, որտեղ իրենց ծառայություններն են աշխատում։ Բանակը ուժեղանում է իրականում։ Հիմա որ այս մարդուն ականջից թղթով բռնես, տանես այդ ուժեղացված տեխնիկայի առաջ ասես, դե բայսի տեսես ինչ է, սի ուժեղանալ չի ինչ է, չես այսպիսի հայտարարություններ անում։ Չի կարելի էլի։ Ալիևը ինքը Չի կարելի որ Հայաստանը զինվում է եւ չպիտի զինվի, դա Ալիևն է հերքում Քոչարյանին։ Երկրորդը իր առած զենքերի մասին մենք գիտենք դրանց որակը։ Հնդկական մամուլն է առավոտից երեկո այդ ինֆորմացիոն արտահոսքերը տալիս։ Ի վերջո փոքր երկրում ենք ապրում, մեր տղեկ այդ բանակում ծառայում են, մեր տղեկ այդ բանակի զինվորներն են, այդ բանակի պայմանագրայիններն են, սաղի հետ էլ շփվում են։ Ռուսաստանից դուք որ զենք եք ձեռք բերում, ինչ որակի զենք էր դա, որ ասում են։ Ռուսաստանից ձեռք բերված զենքը իդեպ իրենք ոչ թե քանակով էին ձեռք բերում, այս վերջերս նոր բան եմ լսել, տոննայով էին ձեռք բերում, դա չափման միավոր տոննա։ Դե պիտի ուտիլիզացնեին, տոննայով տալիս էին իրենց։ Փաստորեն ինչ գնով փողը փակվել են, այդ գնով էլ մեզ ներկայացնում են, տոննայով փող են փակվել Ռուսաստանի Դաշնությանը, երևի ուտիլի տեղ Իսկ Արցախի ղեկավարները ինչի՞ այդ զենքերը թողեցին այնտեղ։ Դե հատկատ, բան Երևանի կենտրոնը պատտվի, շենքերը, տները։ Այդքան գումար էիք տվել, գնել էիք, թողեցիք, գոնե ուտիլիզացնեիք։ Ռուսները տարան Ուկրաինա, մենք էլ խայտարակ եղանք։ Բա դրա համար էին այս մարդիկ իշխանության, բա դրա համար էր իրանց կառավ։ Այ այդտեղ է իրանց բախտը բերել է, սիրելի հայրենակիցներ, որ ձեզ խափում են առավոտից երեկո ասում են, այ մեր կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետության վրա կամ Ղարաբաղի վրա մի փամփուշտ չի կրակել։ Ում եք ապուշի տեղ դրել էլի։ Իրոք հաղթել ենք 94 թվականի պատերազմում, Ադրբեջանին պարտադրել ենք հրադադար, Քոչարյանի պատկերացմամբ կամ Քոչարյանամերձ շրջանակների պատկերացմամբ Ալիևը պետքա բան աներ։ Հեյդարը նոր գնացել էր այս աշխարհից հանդերձյալ կյանք, Ալիևը նոր իշխանությունը վերցրել էր, պիտի հարցակվեր ու բանը հայտնի գեներալները հասնեին Բաքու չայ խմելու։
Ինչ են մատուցում կամ մեր կառավարման տարիներին Հայաստանում իրենց կառավարման տարիներին Հայաստանում բան ա եղել տնտեսական աճազարգա տնտեսական բում ա եղել գույք պարտքի դիմաց են կարել ռազմավարական նշանակության օբյեկտներն եք տվել կապն եք տվել հողն եք տվել դու ամեն ինչ տվել եք էլի ամեն ինչ տվել եք ինչ կա չկա տալու տվել եք այ տվողը իրանք են եղել տվել են ու այս մտնոլորտում երբ որ Ռուսաստանը չգիտեր ՆԱՏՕ-ի ա ուզում գնա չի ուզում գնա այդ կամուկացի մեջ էր երբ որ աշխարհում չկար այս պատերազմների շրջանը չկար արաբական գարունը չկար ռուս-ուկրաինական պատերազմը ու այսպես շարքը անընդհատ կարող ենք թվարկել չկար տնտեսական ճգնաժամը համաշխարհային չկար հելնում ասում եմ իմ շնորհքն է Նախ 2008 թվականից հետո Մյունխենյան ելույթից Վլադիմիր Պուտինը նոր ազդարարեց իր հակամարտությունը միութենական պետության մասին դրա համար մինչև այդ ոչ մեկ չէր խոսում ռուսաստանը ինքն էր գնում Եվրամիություն հիշում ես իրենք էլ ունեին այսպես կոչված Եվրամիություն Ռուսաստան նստելու դիրքից էր խոսում Ռուսաստանի Դաշնության նախագահը հրավիրում էր նստելու գնում պարկում էին ինչ կար չկար ստորագրում գույք պարտքի դիմացով բանով հանձնում էին ռուսներին Գալիս էին այստեղ միակ տղամարդ էին խաղում։ Տես նույնիսկ Սերժ Սարգսյանը հասկանում ասում է որոշ աշխարհական կենտրոնների ձեռնտու չէր Արցախի գոյությունը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանն ասում է, որ այդ պատերազմը չէր կարող լինել առանց գերտերությունների տարածաշրջանային համաձայնության։ Քոչարյանը կարծում է, որ հենց իր դեմքը տեսնեին, Ալիևը կասեր, ես չեմ հարձակվում, Պուտինը։ Սերժ Սարգսյանն անգամ զենքի վաճառքներ քննադատում։ Կար շրջան, որ Սերժ Սարգսյանը վաճառքը քննադատում էր, ասում էր չի հասկանա Կամ այդ շինարարական բումը Հարութ ջան, երբ որ Վլադիմիր Պուտինը նավթի գները այնքան բարձր են, իդեպ Կասյանովը լավ է ասում նախկին վարչապետը, ասում է կներեք կապիկինը դներ նախագահ, բում կլիներ, նավթի գները աճեցին աննախադեպ, այդ նավթադոլարներ եկան ռուսական տնտեսություն 90%-ը կերան, մյուս 10-ով մի քիչ շինարարություն եղավ, Հայաստանն էլ ուղարկում էին այդ գումարները։ Հիմնադրամներ կային, Լինսի հիմնադրամ կար, Շարլ Անձնավուր կար, կապեր կար, Սփյուռքը նորանկախ Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հաղթած Հայաստանի Հանրապետությանը լրջագույն գումարներ էր ուղարկում, որը որ լափում էին իրանք Այդ շինարարական բումը իրենց գրպան է գնացել իր ворթիները խելացի ունեին բիզնես շինարարական պլիտկաներ էին ասում տղերքը սպանեն միլիոնատեր էին դոլարով Այդ Հյուսիսային պողոտան որ սարքեց իդեպ մարդկանց տնից վտարելով քերակաշա ասելով ինչքան մարդ է այնտեղ տուն գնե Մարդը, այսինքն ուղղակի կառուցել են այդ հյուրանոցները տները Քոչարյան ընտանիք եւ փոխկապակցված անձինք Հյուսիսային պողոտայում Մի խոսքով, այսինքն շատ հեշտ է տնտեսական զարգացումը, բա ուր կորավ է տնտեսական զարգացումը, կամ ինչի են մարդիկ 100,000-ով դուրս գալի քո դեմ փողոց, եթե ամեն ինչ լավ էր այդքան, ընտիր էր։ Փողոցն ես ասում, լավ, այս մարդիկ ցեղասպանության հարցնել են, չէ՞, շատ շահարկում։ Շատ են սիրում այդ հարցը իրանք գործիք դարձնել ներքաղաքական process-ների։ Բա ո՞նց չասես Բերանս ինչ էր եկե ժողովուրդը թող ասի եթերը չփչացնեմ էլի այդքան տարի իշխանության եք եղել 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից անվերադարձ Հայաստանի Հանրապետությունը լքել է 1,200,000 մարդ Սպիտակ ցեղասպանություն եք սեփական ժողովրդի նկատմամբ իրականացրել Բայց ձեզ ով ինչ պիտի ասի էլի բարոյականության բոլոր նորմերը հատած ամեն ինչ ուրացած Քաղաքական դաշտը ոչ թողում են առողջանա, ոչ թողում են ժողովրդի ներվերը հանգստանա, ինչքան կարելի։ Ժողովուրդը այնքան անհասկացող է շատ ներողություն, չի իմացել ինչ ղեկավար ունի, չի ընտրել երբեք իրան։ Մի անգամ Դեմիրճյանը հորն է։ Դեպքեր եղել է ժողովրդի ընտրություն կա, ժողովուրդը երբեք իրան չի ընտրել, ինքը դրա համար էս չարացած է։ Արցախում է չեն ընտրել։ Եվ ոչ միտեղ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը ողջարելով է։ Գնահատելու բանը լինի գնահատես։ Միա Լավրովի այցից հասցնենք խոսենք, ինչի է գալիս Լավրովը ըստ քեզ, ինչ է կորցրել Թշնամական Հայաստանում։ Գիտեմ ինչ է կորցրել, իրականում եկեք սպասենք առեղծվածային այց է գալիս, ինչ անի, ինչ քննարկի, դու ինչ կարծիք ունես։ Ես օրինակ քանի չկա պաշտոնական որևէ հայտարարություն, կարծես թե անակնկալ է նաև Լավրովի այցը, չէ՞։
Ես եթե չեմ սխալվում, հուլիս ամսին էր նախապատրաստում, թե խառնում եմ Մատվիենկոյի այցի։ Մատվիենկոն էր գալու Ալեն Սիմոնյանի հետ հանդիպեր։ Ես մի մտավախություն ունեմ, իհարկե պեսիմիզմ չլինի, քանի որ մենք խոսեցինք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նորից կարևոր դեր են ստացել Ռուսաստանի համար, քանի որ Պուտինը հասկացավ, որ Տրամպը չի կարողանում կիսել Ուկրաինան, էլի այդ հարթակը նվիրեց Էրդողանին եւ Տրամպը գրեց, չէ, որ Պուտինն առաջարկել է Ստամբուլ, այսինքն Պուտինից է եկել առաջարկը։ Հիմա մի բան պիտի ստանան Ալիևն ու Էրդողանը, չէ՞, այդ դերի համար։ Ես վախենամ, էլի Հայաստանից ուզենա մի բան ստանա, Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը, բայց այստեղ Թուրքիան ինչով է ավելի հետաքրքիր, եթե կարելի է ասել, որ Արևմուտքը աննախադեպ Թուրքիայի վերաճնշումներ է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Մյուս կողմից ինքը Էրդողանն է Եվրոպայից սկսել բարիդրացիական ենթրսել, հատկապես Մակրոնի, որին անձնապես վիրավորում է նոր ճարտարապետության Այո, մեր հույսը, այսպես ասենք, ոչ քաղաքագիտորեն պետք է լինի, որ Արևմուտքը Թուրքիային կզսպի, Թուրքիան էլ պետք է աշխատի Ալիևի վրա, որովհետև Պուտինը Ալիևին կուզի այդ նվերը տա, մանավանդ ինքը այդտեղ շահ ունի, չէ՞, ինքը պետք է վերահսկի։ Այստեղ Արևմուտքը Հայաստանն էլ պիտի կառավարությունը խոսի արևմտյան գործընկերների հետ Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան մեծ ազդեցություն է Ալիևի վրա, պետք է ասի հանկարծ այս 20 թիվը չի, որ մենք քեզ կանաչ լույս ենք տալի, Ղարաբաղը դրեցինք մի կողմ, բայց սա արդեն այլ հարց է։ Այսինքն կարծում եմ Լավրովը գուցե գայս Հայաստանին եւս մեկ անգամ սպառնալու, էլի կխոսի էս այլ նոյեմբերի 9-րդ կետից, ես վստահ եմ դրանում եւ էլի կհասկացնի, որ հակառակ դեպքում խաղաղություն չի լինի։ Բայց իհարկե Ռուսաստանը դու շատ ճիշտ ասացիր, հիմա այն ուժեղ դիրքերից չի հարավային Կովկասում։ Հուսով եմ չի ուժեղանա նորից, կրկնում դա Ուկրաինայից է կախված, բայց այն որ Ռուսաստանին այսօր Ալիևը չի լսի միայն եւ հարձակում գործի Հայաստանի ուղղությամբ վստահ է, բայց դե ակտորները ինչպես կարող են օգնել օրինակ Ալիևին պրովոկացիաներ անեն, այստեղ մի ամեն օր դրոշվառ են, հասկանում ենք, չէ՞, այդ որ մեղադրում էր, որ Ալիևին մենք կանաչ լույս ենք տվել, որ հարձակվի, կարող է ինքը իսկականից այդ կանաչ լույսը տա։ Արևմտյան Ադրբեջան եզրույթից խոսում է, ասում է Հայաստանի իշխանությունը բանը վերցրել է Արևմտյան Ադրբեջան եզրույթ ու դա է քարոզում իրական Հայաստանով, սա ի՞նչ է, սա ցնդաբանություն է, էլի, ասենք կամ որ պատերազմը հրահարեցին հայերը, այս ակտիվությունը իր հասկացանք, լավ 26 թիվն է, հասկացանք ջղաձգումների մեջ եք դուք ու դուք էլ եք գիտակցում, որ այն մարդիկ, ովքեր որ ձեզ ձայն են տվել, չեն տալու։ Մոտ Լավրովի այցը չգիտեմ, ես օրինակ զերծ կմնամ այս փուլում, կարող է պլանային այց որպես դիտարկել, կախված է նրանից, թե ինչ կքննարկվի, ինչ ինֆորմացիոն արտահոսք նրանք կտան, կողմերը, թե հայկական, թե ռուսական, թող կա տեսնենք, էլի, հերթական Լավրովյան պլան կբերի իր հետ եւ դրա մասին կիմանանք, գալիս է հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորի, հետո Մատվիենկոն պիտի գա, տեսնենք։ Իսկ Լավրովը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի դեպքում Քոչարյանը, հիմա կամ սուտ է խոսում Լավրովը, ասում է պատմականորեն շատ լավ ամենաբարձր։ Այդ Քոչարյանը պիտի ասի Լավրովը սուտ է խոսում, թե ճիշտ է խոսում։ Ինձ հետաքրքիր է միակ տղամարդը ինչ գնահատական տկա, ճակերտավոր իհարկե, ասի սուտ է խոսում, թե կասի ես էի սուտ խոսում, տվյալ։ Հիմա գիտես ցավը որ նա Ռուսաստանի համար, որով ճակերտավոր այսօր այն օրերը չի, որ ռուսական աջակցությունը մեծ դեր ունի Հայաստանում։ Հակառակը ես կասեմ ժողովրդի շրջանում, քանի որ բացասական դրամատուրգները շատ են Ռուսաստանի հանդեպ, նույնիսկ մարդիկ բացասական են անցալում, որ կարող է Ռուսաստանը այստեղ որևէ մեկին աջակցել։ Դա է պատմականորեն փոխվել։ Դրա համար հիմա Քոչարյանը, որ իրեն անդադ այսպես ուզում է կապել Պուտինի հետ նկարում, չգիտեմ ինչ է անում, դա իր քաղաքական կարիերայի համար հեչ լավ չի, եթե երկինք։ Դե լավ է, մի օր մեր սիրտը չի ցավում իր քաղաքական կարիերայի վրա։ Չի, ցավում ամեն։ Ամեն օր իր մասին է Երբ պիտի գա այդ 26 թվականը մեր ժողովուրդը վերջապես ճիշտ գիտակցված ընտրություն կատարի ու գոնե մեզ ազատի այդ գլխացավանքից, էլի Լիլիթ ջան, իրականում դու էլ ես օգնել, ես էլ եմ օգնել, մեր հայրենակիցներն էլ են օգնել, զզվել, իրավապահ համակարգը թող սկսի գործել, ազատվենք այդ ամեն ինչից։ Քոչարյան Ռոբերտի չեղած քաղաքական կենսագրությունն ու քաղաքական կյանքն ու ապագան էր մնում մեզ համար ուզիչ լինել։ ԿՊ-ում են, հա, ինքնամաքրման աշխատանք։ Հա, ԿՊ-ում եւս կարծես թե այս թեման էլ բավականին հետաքրքիր է,
կարելի է։ Դու լավատեղյակ ես։ Ես կարծում եմ ոչ թե լավատեղյակ եմ, ես իրականում հանրային քննարկումների տիրույթ եմ դա նետել եւ ամեն ինչ անում եմ, որ այդ ականջներին եւս հասու լինի, որ քաղաքացիական պայմանագրում այդ ինքնամաքրման գործընթացը սկսեն ու գնան, նախ որովհետեւ դա պետք է երկրին, պետք է մեզ բոլորիս եւ յուրաքանչյուր իշխանություն պարբերաբար պետք է այդ յուրաքանչյուր կուսակցություն, իշխանություն, հատկապես իշխանական կուսակցություն պարբերաբար այդ ֆիլտրը պետք է ներկուսակցական ունենա եւ գործածի, կարծես թե մեկնարկը տրվել է, վաղաշաբաթ խոշորացված համայնքում փոփոխություններ ա տեղի ունեցել, իհարկե քաղաքապետը նախկին դա ներկայացնում ընտրանիքի ընդլայնմամբ եւ ոչ թե համալրմամբ, սա փաստ է։ Ես էլի շարունակում եմ պնդել, որ սա պետք է լինի շարունակական, որովհետև ինչքան էլ որ կոռումպացված քոչարյանականներն ու այդ շրջանակները խոսում են կոռուպցիայից, դրա բարոյական իրավունքը չունեն, բայց դա չի ազատում քաղաքացիական պայմանագրի առանձին ներկայացուցիչների պատասխանատվությունից, որովհետև կան այդպիսիք, որ առնվազն կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավվել են այս ընթացքում, իշխանությունը արբեցրել է իրանց, ու իրանց ուղղությամբ եւս պետք է արդարադատության այդ մուրշն ու մահակը գործածվի։ Հուսով եմ, որ Փաշինյանը ձեռքը կխփի սեղանին ճիշտ ժամանակահատվածում, այդ ճանապարհով կգնա, ինքնամաքրումը շատ կարևոր է, սեփական թիմը ռեֆորմների եւ փոփոխության ենթարկելը եւս շատ կարևոր է, որտեվ նոր հովի կաղազարաններ հնարավոր է տեսնենք, չէ՞, ընտրություններին մոտենալու։ Եթե իշխանությունը արբեցնում է մարդկանց կոռուպցիոն ինչ որ դրվագներով սկսում են աչքին գնել, դա պոտենցիալ հանրապետականացման, սերժացման, չգիտեմ, լճացման, օլիգարխիկ նոր համակարգի ներդրման կամ այդ process-ի մեկնարկն է, դրա դեմ պետք է կռիվ տալ։ Ներքին համոզմունք ունեմ, որ կոռուպցիան համակարգային չի ամեն դեպքում եւ Փաշինյան ընտանիքը դրա մեջ առնվազն չկա, դրա համար եմ ես այս կոչն անում ու հորդորում, որ ինքնամաքրման գործընթացը շարունակական լինի եւ այլ ԿՊԱ-ականների տներին եւս հասնի, տեսնենք ուր կգնան, իրականում սա էլ 2026 թվականից առաջ նորմալ է, որ իշխանությունը պետք է թիմը մաքրի, նոր դեմքերով գուցե գնա ընտրությունների, տեսնենք թե շարունակական կլինի, թե ընտրությունների ժամանակ ստիպված կլինենք օրինակ Փաշինյան ընտանիքին ուղղելու հարցեր տարբեր առանձին դրվագներով, օրինակ ինչի ստացած նամակների պատասխանները բավարար չի, ինչի իրավապահները այդ մարդկանց տներին չեն հասել եւ եթե չեն հասել, արդյոք կոռուպցիան համակարգային է եւ բուրգի գլուխ է հասնում։ Լեգիտիմ հարցեր կարող են առաջանալ 26 թվականի ընտրություններից առաջ կամ ընթացքում, եթե այս ինքնամաքրման գործընթացը շարունակական չլինի, բայց ես էլ եմ ասում, ներքին համոզմունք ունեմ, որ Փաշինյան ընտանիքը դրա մեջ առնվազն ներգրաված չի եւ ամեն ինչ կարվի վարչապետի կողմից այդ գործընթացը շարունակական որպեսզի լինի, տեսնենք, ապրենք, իսկ 26-ի լոզունգներից մեկը էլի կարծում ես կլինի նախկինների դեմ պայքարը։ Նախկինում 26-ի լոզունգները մուրճներ, մեհիտ փռելներ, մեկը, չգիտեմ, շշով պատին խփելներ, ինչ որ խառը բաներ էր, էլի, մանգաղներ, մուրճներ, այս ընտրություններին կարա լինի կվալտը, կացինը, Եվրոպայի դրոշը, շատ խառը բաներ կարա լինի, էլի, ասենք հապկից դուրս գալու թուղթը, սեփական թիմը մաքրելը դա նորմալ process բնութագրեցին, ոչինչ դա ձեռքբերում կարող է կործանալ։ Խաղաղության պայմանագրի կնքումը իրականում ձեռքբերում կլինի եւ դա էլ ինչ որ առումով հաղթաթուղթ կլինի, ինչի՞ չէ, որտեվ ես կարծում եմ խաղաղություն բոլորս ենք ուզում եւ եթե հաջողի օրվա իշխանությունը փառք ու պատիվ իրենց ձեռքբերումն է, դա իրենց ձեռքբերումն է։ Դե օրինակ ես խաղաղություն եմ ուզում, դե հա քյալլա գյոզներ իրենց լեզվով ասեն, որ հասկանան իրենց նախնինների ավելի շատ լեզվով։ Դա կապիտուլյանտ է։ Քյալլա գյոզների համար խաղաղությունը, չգիտեմ, կապիտուլյացիա է, չգիտեմ ինչա, դե այդ քյալլա գյոզներին կարծում եմ մեր հայրենակիցները կմերժեն։ Մեծամասամբ մեր հայրենակիցները խաղաղություն ուզում են եւ որվա իշխանությունները եթե այստեղ հաջողեն, միայն կծափահարեն, կողջունենք, իրավամբ հաջողեն։
Բերի փաստաթուղթը խաղաղության թե ոչ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, դա էլ ժամանակը ցույց Դա կտա։ միջազգային էր։ Բայց որ Նիկոլ Փաշինյանը եւս մի կարևոր միսիա ունի կատարելու, դա քաղաքական դաշտը հնարավորինի չափով առողջացնելն է ու ականջալուր լինելն է, որ պետք չի այս շրջանակների ջրաղացին այսքան ջուր լցնել։ Հասկանում եմ, որ խորհրդարանում նրանք զավթել են այդ աթոռները ու ստիպված ենք այդ խոսույթը լսելու։ Բայց հետագայի համար իրավապահ համակարգի առաջ եւս սա պիտի դրվի։ Փոփոխությունները իրավապահ համակարգում իդեպ այդ ինքնամաքրման կամ փոփոխման process-ը մի փոքր շուտ է ավելի մեկնարկե։ Եկել է ժամանակը, որպեսզի արդյունքներ արձանագրվեն։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի մասով, Սերժ Սարգսյանի մասով, մյուսների մասով, այստեղ էլ եթե իշխանությունը քայլեր կատարի, կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գուցե Իդեպ մի փոքր ժամանակ կա Նորքի թաղապետի քայլը ողջունում ես իր հեռանալը։ Նախ որ բռնություն է եղել եւ բռնությունը իրականում բոլոր դրսևորումներով դատապարտելի է, դա փաստ է։ Մի փոքր ինձ համար սպეციფიկ դեպք է սա, ինչու, որովհետեւ իրավապահ համակարգի անգործության հետ գործ ունենք, որ խնդիրը այսքան խորացավ, հրաժարականի որոշումը իր անձնական որոշումն է, եկել հանգել այդ որոշմանը, իր անձնական որոշումն է, այստեղ ոչինչ ասել չեմ կարող։ Այլ խնդիր կլիներ, եթե Ավինյանն ազատ էր պաշտոնից, սա մի փոքր անհասկանալի կլիներ։ Նախ որովհետև իր քաղաքական թիմի ներկայացուցիչ չի Նորքի թաղապետը եւ երկրորդ դա պետքա թողնել մարդուն, որպեսզի մարդը ինքը այդ որոշմանը գա։ Գիտեք, ես էսպես եմ նայում։ Քոչարյանն էլ էլի եկան Քոչարյանին։ Ասում եմ, քաղաքական process-ները սրվելու է։ Կիրիենկոն նշանակվել է, Կիրիենկոն էլ աչքի անկել միշտ այլ պետությունների մեջ խժդժություններ մտցնելով հիբրիդային գրոհներ իրականացնելով, պատերազմական գործողություններ հրահրելով, ընդհուպներ հայրենական։ Սա հաշվի առնելով, գիտեք, ես այս փուլից եմ ասում։ Եթե սա չկանխվի, ձնագնդի էֆեկտով այս մարդիկ կարող է սկսեն իրանց ուսերի վրա չափից ավելի շատ բեռ վերցնել ու մնալ դրա տակ։ Դրա համար ինչ է պետք անել, էլի իրանց Կիրիենկոների հասկանալի լեզվով, какой привет, эльбетар ответ։ Կխոսեք քաղաքակիրթ։ 10 անգամ ավելի շատ կստանաք քաղաքակիրթ պատասխան։ Չեք խոսի քաղաքակիրթ։ Դե կներեք, էլի իրավապահ համակարգը մի փոքր ողջամիտ ժամանակ կտանք իրավապահ համակարգին կողմնորոշվելու եւ գործողություններ ձեռնարկելու ու կանխարգելելու։ Եթե չի կանխարգելի, какой привет, эльбетар ответ։ Պատասխանն ավելի կոշտ եւ անհամարժեք կլինի։ Սա է պետք, այս քաղաքականությունն է պետք որդեգրել ու այստեղ էլ քաղաքացիական պայմանագրի գործողություններում հանուն արդարության պիտի ասեմ, որ փոփոխություն կա, Նորքի թաղապետի գործողությունները կարող ենք ասել, որ մթնոլորտ փոխեցին, այն առումով, որ այլևս հայոյանքին մարդիկ չեն կանգնում եւ եվրոպական համեստությամբ պատասխանում, դե կներեք էլի, որ բոլորս էլ մարդ ենք, ում է կարելի հայոյել, հայոյումը 10 անգամ 10 հարգով ավել պիտի պատասխանը ստանա, եթե իրավապահները հայոյել է, պիտի մանդատը դնի։ Դե Նորքի թաղապետի մանդատը դնելուց հետո կարծում եմ, որ պետքա դնի։ Որտեղ իրանք կոչ էին անում Նորքի թաղապետին դնել, ուրեմն կոչ էին անում, պետքա դնի, ուրեմն իրանց շեֆի որդին, իրանց շեֆի փոքրիկ որդին պետքա մանդատից հրաժարվի։ Իդեպ դե լուրջ սրան էլ հավատալ չի կարելի, էլի իրանց շեֆի որդուն քրեական գործից ազատելու համար մի քանի հոգու պարանոցին ծանր քար դրեցին, այդ պարանոցը չդիմացավ, ինքնաբացարք հայտնեցին, եկավ Ռոբերտ Քոչարյանի պուճուր տղեն падգամավոր դարավ ու դժվար թե։ Այսինքն սա գիտես ինչի մասին է, որ այդ իրավապաշտպանները խոսում են, որ օ, ես ինչ է կոնում ժողովրդավարությունը։ Ուր են այդ իրավապաշտպանները։ Հենց այդ այս թեմայով լրություն է։ Ասում սադրել են, այս մարդուն էլ էին սադրել, Նորքի թաղապետին էլ էին սադրել։ Թե այս մարդն է, Քոչարյանն էլ հայոյեց, սադրեցին, մեկը մեկին սադրեցին, հայոյանքին, մի հայոյանքին 30 խառը տարբեր հարկանի եւ ռանգի հայոյանք ստացավ, ինչ ապրենք այս մթնոլորտում։
բոլորդ ուզում եք որ Հայաստանի Հանրապետությունում չինական Վարդան Ղուկասյաններ բուսնեն։ Գիտեք, սա վտանգավոր ճանապարհ է իրականում։ Մենք այս երկրում ապրել ենք, մեծացել ենք, սա իրավապահ համակարգին հատուկ նաև հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար անձինք, ղեկավար կազմ։ Սրան ուշադիրել եք։ Սա իրականում մենք այս երկրում ապրել ենք, նույն այդ իրավապահները այս երկրում ապրել են, ապրելու են իրենց ընտանիքի անդամները։ Կան գծեր, որ պիտի չհատվի։ Եթե հատվում է ու իրավապահները աշկ են փակում, դա նորմալ են գնահատում, դե կներեք էլի։ Իսկով ասած, որ Ճարտոյի Դուքյանն է այստեղ ու պետքա բան անեն, էլի։ Վարդան Ղուկասյաններ էս երկրում աճեն, նայա օվկիանոսից այն կողմ ամեն մեկի ընտանիք, չգիտեմ։ Եվ դա գովազդ են ասել։ Ես իրականում կոռուպցիոն սկանդալների բացահայտմանը, ներկայացմանը, քաղաքական հայտի ներկայացմանը դեմ չեմ Քավլիցի, բայց գործիքակազմը այդ ճանապարհին ես դրա հետ կարամ անհամաձայնություն ունենամ, այդ անհամաձայնությունը սկզբից արտացոլվի բողոքներով իրավապահ համակարգին, որպեսզի կարգի հրավիրեն, թղթով ականջից բռնած, որպեսզի այդ չհպվեն էլի, այդ շրջանակներին, կամ կներեք էլի, միտեղ կտեսնվենք այդ մարդկանց հետ, միտեղ կհանդիպենք ճակատ ու հետևանքները կարող են շատ տարբեր լինել, երկկողմանի տարբեր, այստեղ էլ կռվի մեջ եղումեղր չեմ բաժանում, էլի, ու սրա դեմ պետքա պայքարել, ուղղակի պայքարել, կոչ անել բոլորին, Քոչարյանի պուճուր տղեն կլինի, թաղապետը կլինի, բոլորին քաղաքակրթության սահմանները չանցնել, կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքները չանցնել, բանավեճ եք ուզում, եկեք որտեղ կուզեք բանավիճենք, քաղաքական խոսույթ գեներացնենք, քննարկենք, դուք ասեք Պուտինն է ճիշտ, ես ասեմ Պուտինը ճիշտ չի, Եվրոպան է ճիշտ, Արևմուտքն է ճիշտ, ընդհանուր քաղաքական զրույց ունենանք, բանավեճ ունենանք, սահմանները կանցնեք, կներեք, այդ դեպքում կներեք, էլի, սա Ռոբերտ Քոչարյանական տարիները չեն, էլի։ Իհարկե, մանավանդ իրենք անընդհատ խոսում են, ինչն է ժողովրդավարական բաստիոն, մեզ այստեղ ծեծում սպանում եք, այսինքն դուք պիտի իրանց էլի տենց նեղում են, դուք պիտի ձեզ այնպես դրսևորեք եւ սա բոլոր կողմերին է վերաբերում։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, եթե մի հատ այդպիսի ակտիվիստ իրա վրա կարողանար այդքանը վերցներ, գնար այդ կեղտոտ գործողությունն իրականացներ, այնքան կծեծեին, որ էշին քերրի կկանչեր, էլի։ Ու այդ փողոցով մի 10 անգամ էշին քերրի գոռալով, զռալով կբարձանար, կիշներ ինչքան էլ իր ոտերը ջարդած ըլներ։ Հիմա բերե համեմատում եք անդամներին թիրախ։ Պրիվետ Ռոբերտ այդ մարդուն բարևելու համար դասընկերը պրիվետ Ռոբերտ այդության համար զուգարանում ծեծի ենթարկում։ Ինչև այսօր ներողություն չի խնդրել, գոնե լավ, ասեք դեք սխալից։ Ումից։ Խնդրելա ով ասում չի խնդրել, բայց այդքան падգամավորական մանդատ է շռայլը, դա էլ քեզի ներողություն։ Այ քեզ բան։ Այս դրական նոտայի Էսել դրականն է։ Դաշնակցության համար այս դրական նոտայի վրա ավարտենք, մենք էլի կհետևենք իհարկե այսպես կարևոր ճակերտավոր նաև, որովհետև ինչու ցավալիորեն այո մենք էլի ստիպված խոսում ենք նույն անձանց մասին, էլի 26 թվականին խոսելու ենք, բայց ձեր ակտիվությունը եւ դիրքորոշումը մերժել սև սպիտակի քաղաքականությունը եւ գնահատական տալ, նաև իրավապահ համակարգին ստիպել եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերջապես 7 տարի հետո անել այն, ինչի համար այդ մանդատը տրվել է եւ չթողնել, որպեսզի նույն լոզունգներով էլի մանդատ ուզեն հայ ժողովրդից շատ կարեւոր է։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։